Դերասանուհի Հասմիկ Խոջյանն, ով շատ ակտիվ գործունեություն է ծավալում ինստագրամյան հարթակում, նոր հոլովակ է հրապարակել, որը մոտիվացնող բնույթ է կրում։ Հասմիկը նախ խոսել է այն մասին, որ այժմ չի գտնվում իր երազանքների կառուցվածքում, ունի ավելորդ քաշ, սակայն ընտրում է իրեն ավելի շատ սիրելու տարբերակը։ Հասմիկը նաև նշել է, որ այս մտքին հանգել է այն ժամանակ, երբ ունեցավ ծանր վիրահատություն և հազիվ փրկվեց մահից։ Ես հիմա իմ երազանքների մարմնում չեմ, ու հա, այս հոլովակը անկեղծության մասին է։ Վիրահատության ծանր օրերից հետո շատ եմ փոխվել թե ֆիզիկապես, արտաքնապես եւ թե հոգեպես, բայց դրանից չեմ կորցրել ինքնավստահությունս ու մոտիվացիաս առաջ շարժվելու համար։ Գիտես, հիմա նայում եմ 1 տարի առաջվա նկարներս ու տեսնում, թե ինչքան սիրուն էի, բայց վատն է նա, որ այն ժամանակ էլ գոհ չէի ինքս ինձնից։ Իսկ հիմա գոհ կլինեմ, երբ լինեմ առողջ, երբ լինեմ ուժեղ ու երբ կարողանամ հպարտանալ ինքս ինձնով։ Եթե հիմա նայում ես ու մտածում, որ դու էլ չես սիրում քո արտաքին տեսքը, ուրեմն մի պահ ստոպ տուր։ Նայիր ինքդ քեզ ու շնորհակալ եղիր, որ առողջ ես։ Հիշեցրու ինքդ քեզ, որ դու սիրուն ես հենց հիմա, հենց այս մարմնում։ Ինքնավստահությունը չի գալիս մոդելի չափերից, այն գալիս է սիրելու ու ընդունելու որոշումից։ Ու երբ դու որոշումը կայացնում ես, դու դառնում ես քո ամենագեղեցիկ տարբերակը։ Դու արդեն սիրուն ես։ Մեզ մնում է նաև հավելել, որ Հասմիկ Խոջյանը հիվանդանոցում գտնվելու օրերին նաև գրառում էր արել ու պատմել, թե իր հետ իրականում ինչ է կատարվել։ Գրառմամբ Հասմիկը նաև մանրամասներ էր հայտնել, ներկայացնում ենք դերասանուհու գրառումը ևս։ Բժշկական տերմինները դնում եմ մի կողմ ու մարդկային լեզվով նկարագրում եմ եղածը, փորձելով հիշել մանրամասները, որովհետև ընթացքում կամ գիտակցություն չեմ ունեցել, կամ էլ ուղեղս ի պաշտպանություն իրեն ջնջել է որոշ մանրամասներ։ Գիշերվա ժամին արթնանում եմ որովայնի հատվածում սուր ցավից։ Ես ասեմ սուր, բայց դուք պատկերացրեք անմարդկային ցավ, որի պատճառով կարելի է լաց լինելով արթնանալ, մի քանի րոպե փորձել շարժվել ու չկարողանալ, բայց դե չէի մտածում լուրջ բան կա ու չէի ուզում անհանգստանալ։ Չնայած երբ եկավ շտապօգնությունը, զննելուց հետո որոշեց տեղափոխել հիվանդանոց։ Ստորագրեցի, հրաժարվելով տնից դուրս գալ։ Բանն արեն, հո մենակ չէր մնալու։ Ցավազրկեցին ու գնացին։ Ես քնեցի, բայց դրան հաջորդող ժամերի ընթացքում մի քանի րոպեն մեկ անգամ կորցնում էի գիտակցությունս։ Կյանքումս առաջին անգամ իմացա, թե ինչ ասել է ուշք գնալ։ Խլանում են ականջներդ, թմրում են վերջույթներդ, մարմնի ջերմաստիճանը կտրուկ փոփոխվում է, աչքերի դիմաց ծիտիկները թռչում են ու մթություն։ Իսկ թե երբ ու ոնց էի ուշքի գալիս չգիտեմ, բայց իմ զգացողության միակ ընդհարթ էր դա տևում։ Հաջորդ շտապօգնությունը երբ հասավ, արդեն գրեթե ոչինչ չէի ընկալում ու չէի գիտակցում, բայց հրաշալի մարդիկ, մասնագետներ էին։ Կարծիքս հաշվի չառան ու ուղիղ մոտակա հիվանդանոց։ Իսկ թե ինչու մոտակա եւ ոչ ցանկալի հիվանդանոց, որովհետեւ բժշկի խոսքով այլ, ավելի հեռու հիվանդանոց ինձ չէր հասցնի տանել։ Ջերմությունս 35 էր, ճնշումս 70-30։ Հրաշքով հասանք տեղ ու իմ չարչարանքները շարունակվեցին եւս մի քանի ժամ։ Կատե հետազոտության որովայնում տեսան հեղուկ, որոշվեց, որ ելքը անհապաղ վիրահատությունն էր, բայց ֆիքսենք, որ ասել էին մոտ 200 միլի հեղուկ կա։ Այն ինչ, հիմա կպատմեմ։ Մի քանի ժամ անց նորից շտապօգնություն կանչեցին, որ այդ հիվանդանոցից տեղափոխեն այլ հիվանդանոց, որպեսզի ընտանիքիս անդամների սուբյեկտիվ կարծիքով ավելի ապահով ձեռքերում իրականացնեն վիրահատությունը։ Եվ դա ճիշտ որոշում էր, քանի որ բժիշկների եւ ամբողջ բուժազնակազմի պրոֆեսիոնալիզմը ու դրական վերաբերմունքը կարևոր են անկախ ծագած խնդիրներից։ Ճանապարհին ես արդեն գիտակցում էի պահի լրջությունը, չնայած չէի ուզում վիրահատվել։ Հույս ունեի այլ երկ կգտնվի, բայց էլ շնչել չէի կարողանում, խեղդվում էի արյան մեջ։ Հասանք տեղ, անհապաղ նախապատրաստեցին ու տարան վիրահատարան։ Այստեղ ես էլ վախեցա։ Երբ սոնոգրաֆիկ հետազոտության էկրանին նայեցի ու տեսա, որ բոլոր ներքին օրգաններս բառի բուն իմաստով լողում էին արյան մեջ։ Մարդիկ սովորաբար չեն ապրում նման դեպքերում, բայց ես ու կյանքը սիրում ենք իրար։ Վիրահատության ժամանակ հանել են իմ ներսում լցված շուրջ 2 լիտր արյուն, բայց արդարության համար հիշենք, որ 200 միլիգրամը ու 2 լիտրը խիստ տարբերվում են իրարից։ Ինչևէ, օրգաններից մեկը պայթել էր, կույրաղիքը չէր, եւ սկսվել էր այդ ներքին արնահոսությունը։ Հետո իհարկե լրացնելու համար ինձ արյուն են փոխպատվաստել ու հիմա ես ապրում եմ։ Լուսանկարներին կից գրել էր Հասմիկ Խոջյանը։ Star News-ը եւս մեկ անգամ սիրված դերասանուհուն մաղթում է առողջություն։
Հավելենք նաև, որ շաբաթներ առաջ կյանքի ուղիներով հաղորդման հյուրը դերասանուհի Հասմիկ Խոջյանն էր։ Star News-ը հետևել է զրույցին, որի ընթացքում դերասանուհին խոսել էր մի շարք թեմաների մասին, այդ թվում նրա մայրիկի հիվանդության մասին, որը ձեռք-ձեռքի բռնած հաղթահարել են։ Հասմիկի խոսքով մայրիկը առողջական խնդիրներ ուներ, չարորակ ուռուցք, որն արդեն հաղթահարել է։ Դերասանուհին արցունքներն աչքերին հիշեց այն օրերը, երբ մայրիկին խաբել էր, չասելով իրականում ինչ խնդիր ունի նա, որպեսզի չհուսահատվի։ Հարսանիքիցս առաջ էր, մայրս հիվանդ էր, քիմիոթերապիա էր ստանում։ Ասում էինք, որ դա պրոֆիլակտիկ է, եւ բոլոր բարորակ ու չարորակ ուռուցք ունեցողներն էլ ստանում են։ Բոլորի բուժումն էլ դա է։ Գուցե հուսահատվեր, երբ ճիշտն իմանար, իսկ մարդու հուսահատությունն ինքն իրեն չապրեցնելու պատճառ կարող է դառնալ։ Քիմիոթերապիաներ, որոնց հաջորդեց վիրահատություն եւ միայն վիրահատությունից հետո, երբ բժիշկն ասաց, որ ամեն բան լավ է, ես սկսեցի պատրաստվել հարսանիքիս։ Փառք Աստծո, դերասանուհին այսօր վայելում է մայրիկի ներկայությունը իր կողքին։ Նույն զրույցի ընթացքում Հասմիկը խոսել էր նաև իր հայրիկի ու մայրիկի հիվանդանոցում լինելու, ինչպես նաև հոր ամիսներ առաջ մահանալու մասին։ Նա նշել էր հետևյալը. «Կյանքի տարբեր դժվարություններ ենք հաղթահարել։ Կար ժամանակ, երբ ծնողներս երկուսն էլ հիվանդանոցում էին, նույն հիվանդանոցի տարբեր հարկերում, ու ես երկուսի մոտ էի, խնդրում էի, որ շուտ դուրս գանք այդ վիճակից։ Ոչ ոք չէր նկատում, որ ես ամբողջ գիշեր հիվանդանոցում էի, առավոտյան այնտեղից գնում էի դասի կամ էլ նկարահանման։ Հասմիկի հայրն ամիսներ առաջ է մահացել։ Դերասանուհին հիշում է այդ օրերը։ Մահվանից օրեր առաջ բժիշկը մեզ կանչեց ու ասաց. ամեն ինչ այս կյանքում իր լիմիտն ունի, նույն կերպ եւ օրգանիզմը մարդու։ Շատ երկար պայքարելուց հետո ուղղակի ես հույս չեմ տեսնում, որ կապրի։ Դժվար է, որ այդ ամենը հենց ճակատիտ են ասում։ Դա իմ կյանքի ամենամեծ կորուստն էր, որը ես չեմ կարողանում ընկալել։ Ես անընդհատ գնում եմ պապայիս տուն ու մտածում, որ հիվանդանոցումը ու հեսա կգա։ Հայրս լուռ մարդ էր, մենք ավանդական ընտանիք ենք եղել։ Մայրս մեր դաստիարակությամբ էր զբաղվում, հայրս աշխատում էր։ Միշտ վախ եմ ունեցել ծնողներիս կորցնելու։ Գնացել եմ գիշերներն իրենց հետ քնելու ու որ զգամ, օրինակ մայրս շնչում է։ Հուզմունքով անկեղծացել էր Հասմիկ Խոջյանը։ Հաղորդման ընթացքում Հասմիկը նաև խոսեց եղբոր պատերազմի դաշտում զոհվելու մասին։ 94 թվականի Արցախյան պատերազմը խլել է նաև Խոջյանների ավագ որդուն։ Մեկ տարի անց սակայն նրանց տանը ծնվեց Հասմիկն ու ապրելու լույս եւ հույս տվեց։ Հասմիկը պատմել է, որ իր եւ ծնողների տարիքային տարբերությունը մեծ է եղել, որտեղ որ միասին գնացել են, կարծել են, թե դերասանուհու տատիկն ու պապիկն են, ինչին իր խոսքով կտրուկ է պատասխանել, շեշտելով, որ իր ծնողներն են։ Դերասանուհին նշում է, որ դա իր համար ասես կոմպլեքս է եղել, ու չնայած տարիքային մեծ տարբերությանը նրանք շատ մտերիմ են եղել եւ իր համար ոչինչ չեն խնայել։ Հասմիկը վստահ է, դժվար է զավակ կորցնել ու հետո նոր երեխայի հետ փորձել ապրել։ Ոչինչ չեն խնայել ինձ համար։ Սկսած փոքր տարիքից ամեն ինչ ներդրել են ինձ համար։ Ամեն տեղ գնացել եմ, միշտ զբաղված եմ եղել։ Ինձ թվում է մամաս հասկացել է իմ տեսակը հենց փոքր տարիքից, որովհետև հիմա էլ եթե ես 1 ժամ չեմ ունենում ոչինչ անելու, պանիկայի եմ ենթարկվում։ Ես պետք է միշտ զբաղված լինեմ, անկեղծացել էր Հասմիկ Խոջյանը։ Դերասանուհու ավագ եղբայրը Սարգիսը 1994 թվականին ծնողներից թաքուն մեկնել է ռազմաճակատ, ընկերոջ կողքին գտնվելու համար, սակայն զոհվել է։ Դերասանուհին եւս մեկ եղբայր ունի, 14 տարի իրենից մեծ Վահեն։ Ես գիտեմ զոհված եղբորս այնքան, ինչքան գիտեն նրա մասին նրա հետ շփված ապրած մարդիկ։ Գուցե դա զգացողություն է, գուցե շատ են պատմել իր մասին։ Ես գիտեմ, որ ինքը միշտ ինձ հետ է, միշտ։ Կա այդպիսի արտահայտություն, Բահապան հրեշտակ։ Չի եղել մի դեպք, մի բան, որ ես ուզեմ դիմեմ հենց իր անունով, ու դա չլինի։ Հասմիկը պատմում է, որ փոքր հասակում այնպիսի տեսարան է պատկերացրել, որ մի օր եղբայրը փախնում է, գալիս է տուն, ու ինքը պահում է եղբորը, որ թուրքերն էլ չգտնել նրան։ Հասմիկը հիշեց, որ այդ ամենը հանուն մայրիկի արտասուքը չտեսնելու է պատկերացրել։ Դերասանուհին արտասվեց այս խոսքերն ասելիս։